որ ասեմ մեծ ակնկալիք ունենք, չէ, բայց սպասում ենք, որ լավ կլինի։ Ինչի համար են փակի տակ պահում Սամվել Կարապետյանին, Տեր հայրերին, ինչի համար են պահում։ Պատճառը որն է, որտեղ ոչ մի առիթ չկա տենց, որ ասես դրա համար ինչ-որ ուղղակի ինքը վախենում է, Նիկոլը վախենում է։ Ով է դուխով։ Հա? Նրանք ինչ դուխով։ Նրանք պրոստը ղեկի իրանց ձեռքն է, ոնց ուզում նենց վարվում են ժողովրդի հետ։ Ով դեմ է իրան, նրանց կալանավորում են։ Դե ինչ են Սամվել Կարապետյան բռնել, ինչ են էլեկտրոցանցի վրա հարձակվում, թող գնան Վիոլա ջրի վրա հարձակվեն, ամբողջ Հայաստանում է կեղտի մեջ է Հայաստանը։ Նաև իմ տունն է կեղտի մեջ։ Տունը փլվում է գլխներիս, հոտից չեն կարողանում մնալ։ Կոյուղի ընդհանուր մագիստրալն է։ Մի 2-3 մետր տեղը փտելա, այդ ջուրը գետնի տակով լցվում է տանտակն ու նկուղը։ Թող ընկնեն Վիոլա ջրի հետևից, որը որ իր ամբողջ Հայաստանով մեկ տարածված է, փողոցներով, շենքերի տակով, տներով։ Վախենում են, հա, Սամվել Կարապետյանից եւ մյուսներից, բայց իրենք հայտարարել են, որ օրինակ 26 թվականին էլ նորից ընտրվելու են ավելի։ Իրանք չեն ընտրվի, ոչ մեկը ձայն չի տա։ Սիմոնյանը վստահեցել է, որ 50%-ից ավելի ձայն ընտրվի։ Ալենը իր վրա է վստահ, բայց ուրիշների տեղ, մեր տեղը չի կարա խոսա։ Ալեն ով եղա, որ վստահ լինի, ժողովրդի տեղը խոսան։ Ցախ կյանքում ինչ նստել են, ստե ժողովրդի անունից խոսում են։ Իրանք իրավունք չունեն ժողովրդի անունից խոսան, ելույթ ունենան։ Ոչ, ժողովուրդը ոչ մեկն չի ընտրի իրան։ Ինչ ենք տեսել, վնասից բացի։ Ժողովուրդը ոչ մի լավ բան չի տեսել։ Ուրիշ ինչ ասեմ։ Ամփոփելով ես կասեի, որ ժողովուրդը հաղթելու է Սամվել Կարապետյանի հետ միասին եւ Տեր հայրերի հետ միասին։ Հաղթելու ենք, ոնց ասենց չի լինի։ Նիկոլին իր թիմով հանդերձ ժողովուրդը հաղթելու է։